Պարոն Սաֆարյան, ազգային անվտանգության ծառայությունը իշխանական լրատվամիջոցի միջոցով մի թուղթ է հրապարակել եւ պնդում են երկուստեք ԿՊԻ լրատվամիջոցը եւ Հայաստանի ԱԱԾ-ն, որ կաթողիկոսի եղբայրը Ռուսաստանում հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը KGB-ի գործակալ է եղել եւ Միջև հիմա էլ ըստ այդ հրապարակման շարունակում է համագործակցել հատուկ ծառայությունների հետ, ինչպես կմեկնաբանեք սա։ Գիտեք, ես վաղուց այն կարծիքին եմ, որ հայրաքելական Սուրբ եկեղեցու բազում թեմակալ առաջնորդներ, ոչ միայն Ռուսաստանի, այլև շատ երկրների համագործակցում են տվյալ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Լիներ այդ թուղթը հրապարակված, թե չհրապարակված, պաշտոնական փաստաթուղթը, ասպես թե այնպես հայրաքելական Սուրբ եկեղեցու հասեի Մոսկվայի եւ Նոր Նախճեվանի թեմի առաջնորդը իր ուրեմն քաղաքացիական նկարագրով հույս եւ հավատ չի ներշնչում։ Այնպես որ գալով այդ փաստաթղթի հրապարակմանը միգուցե պահի ազդեցության տակ, միգուցե քաղաքական նկատառումներով, միգուցե այլ դրդապատճառներով ես չեմ կարող դա մեկնաբանել, առավել եւս հիմա ասում են այն ժամանակ այդ պաշտոնական փաստաթղթերը լինում են ռուսերեն, խնդիրը գնում է փաստաթղթի արժանահավատության մասին, բայց որ ներգրավված եւ ուրեմն հայրաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան տվյալ պարագայում ուրեմն կարծեմ Ավազանյանն ու Մկրտիչ չէ, եթե չեմ սխալվում, անպայման եղել է ուրեմն հատուկ ծառայությունների տեսադաշտում օտարերկրյա ոչ մի ուրեմն կասկած չի հարուցում։ Նրա գործունեությունը համենայն դեպս վերջին 40 տարիա դրա մասին է վկայում բազմաթիվ խնդիրների մեջ, բազմաթիվ դաշտում ոչ կառուցողական մոտեցմամբ նվազագույնը Հայաստանի կառավարության կամ հայոց պետականության հանդեպ։ Հիմա այդ փաստաթուղթը ինչ հերքեց կամ հաստատեց։ Ես կարծում եմ այդ փաստաթղթի հրապարակումը այդքան էլ վճռական կամ ասած ձեզ ոչ մի բան ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, առավել եւս որ կարծեմ 2 օր առաջ Պակի չասեմ, ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ասեց, ինչպես ներկա սրբազանները կամ թեմակալ առաջնորդների վրա կան կոմպրոմատներ, այնպես էլ է 10 հոգու վրա կան եւ որպես բարիս բուն իմաստով փաթեթով եւ բարոյական նկարագրի առումով եւ որպես ներդրված օտարերկրյա ծառայությունների կողմից եւ այլ։ Այստեղ խնդիրը այլ բանի մասին է գնում, այստեղ խոսքը գնում է միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավի, ավելի ճիշտ ոչ թե վերնախավի, այլ վերնախավի մի մասի մոտեցման մասին, որը կարող է միարժեքորեն ասել ոչ կառուցողական է, ոչ պետականամետ է եւ ամբողջովին իր գործունեությամբ ական է հայոց պետականության հանդեպ։ Ինչ առումով։ Բոլոր առումներով։ Ոչ կառուցողական։ Նախ տեսեք, տեղի ունեցավ 3-4 օրվա այդ դեպքերը երկու կողմից եւ իշխող կուսակցության կամ քաղաքական ուժի կողմից եւ նաեւ ընդդիմության կողմից, չնայած ես դա ընդդիմություն չեմ համարում, ձեզ ասել եմ ես, տեղի ունեցավ ուրեմն Մայրաթորի մոտ տեղի ունեցավ հանրահավաք կամ հանդիպում։ Ինչու վեհապարը, այսպես կոչված վեհապարը գնաց երեկոյան պատարակի։ Նա երբեք այդպիսի միջոցառումներին չէր մասնակցել, բացարձակապես։ Ինչ գիտեք։ Ես ինչպես թե ինչ գիտեք։ Նարեկ ջան, ես իմ հետ եք դուք զրուցում։ Ինչ է նշանակում ինչ գիտեք։ Ես չեմ տեսել, ես չգիտեմ մեր եկեղեցու պատմությունը։ Դե առնվազն չպետք է ամեն օր այդ ժամին Մայրաթորի մոտ լինել եւ ոչ, բայց գոնե 25 տարվա մեջ գոնե 25 անգամ այդպիսի միջոցառման պիտի մասնակցած լինել, որը բացակայում է իսպար իր գործունեության համենայն դեպս որպես
Էջմիածնի հովապետ իր միշտ բացակայել է, երբեք չի մասնակցել։ Սա մեկ, երկրորդը տեսեք Նարեկ ջան, ամբողջ խնդիրը ինչին է վերաբերվում։ Անդիմադիր ուժերը ղեկավարում են այսպես կոչված եկեղեցու դեմ, այսպես եմ ասում ես, ճակերտավոր եմ ասում գրոհը։ Բայց չէ, մինչև դրան հասնելը կաթողիկոսի գնալը ինչու է այսպես արձանագրում, դա ինչ էր նշանակում։ Դա նշանակում է քաղաքական ենթատեքստ իր մոտեցմամբ, որովհետև ընդամենը 10 եպիսկոպոսներ հանդգնություն են ունեցել, ցանկություն են հայտնել, որ ցիվիլ կերպով, քաղաքակիրթ կերպով, ուրեմն հուշագիր ասեմ, դիմում ասեմ, հորդոր ասեմ, հանձնեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քարտուղարությանը, որպեսզի կաթողիկոսին հորդորեն գնա վաստակած հանգստի։ Սա դարձնել պետության հանդեպ ատելության դրսևորում այնել նախապես պայմանավորված կերպով ընդդիմադիր ուժերի, այսպես կոչված ընդդիմադիր ուժերի կողմից ես չեմ ընդունում։ Առավել եւս, որ հիմա եթե պիտի մինչև վերջ, ինչպես ասում են, շոու-դաուն, խաղաքարտերը մինչև վերջ բացենք, ես պիտի ասեմ, ով է ղեկավարում Ռոբերտ Քոչարյանը, որպես ոչ հայ-առաքելական եկեղեցու հետևորդ, որտեղ նա հաստատ գիտեն ոչ հայր մերը կարող է իմանալ, ոչ էլ հայ եկեղեցու պատմություն կարող է իմանալ, ոչ էլ իր ուրեմն ազգային մենթալիտետով, արժեհամակարգով ոչ մի աղերս չունի հայ-առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Հաջորդը մյուսը Սամվել Կարապետյանը, որը բոլորս գիտենք, որ հավատքով, դավանանքով կաթոլիկ է։ Այնպես որ գիտեք ինչ կա, ակնհայտ է դառնում անտարակույս, որ ասենք Մայրաթորը ղեկավարվում է դրսից, ոչ միայն քաղաքական ուժերի կողմից, այլև օտարերկրյա պետությունների ղեկավարների կողմից։ Օտարերկրյա պետություններին եւ քաղաքական Հայաստանի դաշտը ամեն կերպով ատամներով չլքել ցանկացող ուժերի կողմից հայ-առաքելական եկեղեցին վերջին գոտեմարտի հենարանն է, այդ Stranghold-ը, որը ասենք գոյապայքարն է։ Նրանք ամեն կերպ կախված են մնում հայ-առաքելական Սուրբ եկեղեցուց, Մայրաթորից, որպեսզի կարողանան գոնե մինչև 2026 թվականի հունիսի սկիզբ համապետական ընտրությունները իրենց տեղը գրավել խորտ։ Դուք կարծում եք, որ կաթողիկոսը այդ օրը չպետք է վեհարանից դուրս գար։ Իհարկե, միանշանակ չպետք է դուրս գար, դա ինքը ընդամենը իր մասնակցությամբ եւ իր ներկայությամբ ավելի սադրեց եւ ավելի հրահրեց, որպեսզի երկու ուժերի միջև տեղի ունենար ուրեմն բախում, հրահրում եւ ես պիտի ընդհակառակ, եթե ես որևէ մի անգամ փորձ չեմ արել գնահատելու իրապահ մարմինների, հատկապես ուժային կառույցների գործունեությունը, ես պիտի ասեմ, որ երեք առաջ օրը իրապահ մարմինները, հատկապես ուժային կառույցները գտնում են իրենց բարձունքում եւ շատ մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց պարտականությունները։ Այնտեղ ներկա գտնվողները ինչու եք օրինակ համարում ընդդիմադիրներ, այսինքն հայ առաքելական եկեղեցին չունի հավատավոր հոտ եւ նրանք չեն կարող գալ ի աջակցություն կաթողիկոսի։ Տեսեք, շատ ճիշտ հարց եք բարձրացնում։ Ախր ես ուզում եմ, ինչպես որ ասում են, ծուռ նստենք, ճիշտ խոսենք։ Աստված չանի, մենք եւս հայտնվենք մի վտանգավոր իրավիճակում։ Չնայած հիմա էլ ենք վտանգավոր իրավիճակում։ Բայց ասենք լինենք այնպիսի իրավիճակների նախաշեմին, ինչպիսի մենք եղել ենք Սարդարապատի ժամանակ, չէ, 1918 թվականին, ինչպիսի մենք եղել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։ Դուք պատկերացնում եք Կտրիշ Ներսիսյանի հորդորով քանի մարդ զենք կվերցնի։ Կտրիշ Ներսիսյանի հորդորով քանի 100,000 մարդ կհամախմբի։ Բացառվում է այդպիսի բան։ Այսօր հայ առաքելական եկեղեցու, Սուրբ եկեղեցու վերնախավի մի մասը բարոյալքված է, մեղմ ասած բռնազավթել է Մայր Աթոռը, չի զբաղվում կանոնական եկեղեցական գործունեությամբ, չի ուրեմն ապավինում հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի ոգուն եւ տառին, եւ ես
միշտ էլ ասել եմ, այլևս չեմ խոսում, որ նա դարձել է շահագործող խավ, այլևս չեմ խոսում, որ այդ կառույցը վերահացվել բիզնեսի կամ մենեջմենտի մի օղակի, այլևս չեմ խոսում նրա մասին, որ այդ կառույցը զբաղված է եղել կադրային քաղաքականության պետության ներսում, այլևս չեմ խոսում, որ վերջին 4-5 տարիներին ամբողջովին լծված է եղել հակապետական գործունեությամբ։ Մի քանի փաստարկով դա կարող եմ ասել, Կտրիշ Ներսյանի այցը Բելարուս, Կտրիշ Ներսյանի կողմից չսաստելը իր իսկ ուրեմն հորդորով գործող երկու սրբազաններին, հատկապես Միքայել Աջապահյանին եւ Բագրատ Գալստյանյանին, այլևս չեմ խոսում բազմաթիվ խնդիրների մասին, եւ եթե այն մարդիկ այսպես կոչված ընդդիմությունը քաջ իմանալով նրանց բարոյական կերպարի մասին, նրանց այլանդակությունների մասին, այսօր փորձ է արվում պաշտպանել հայ առաքելական եկեղեցու վերնախավի մի մասին, անունը դնելով մենք հայ առաքելական եկեղեցին փորձում ենք պաշտպանել տիրադավներից աջակցել մար եկեղեցուն, դա սուտ է, դա շինծու է։ Տես նարեք, բոլորս գիտենք մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ կետը չէ, խղճի, մտքի, խոսքի ազատություն եւ այլ բաներ։ Ես ուզում եմ իմանանք, ասենք բացահայտ կոչեր պետական հեղաշրջման մասին, բացահայտ կոչեր ռազմական հեղաշրջման մասին, անընդունելի հայհոյանքներ պետության ղեկավարների հասցեին, այլևս ուրեմն զանազան ուրեմն հակապետական գործողությունների մշակում ընդཐུպ մինչև սպանությունների ուրեմն նախաձեռնում տարբեր ուրեմն եպիսկոպոսների արտահայտություններում եւ այլ։ Չնայած ամեղության կախավարկածը պահպանելով մենք իրավունք չունենք ավելորդ բան ասելու, կներեք արտահայտությանս ես չեմ կարող իս թույլ տալ ասել, գիտեք ինչ կե պատիժը խիստ է, պիտի ճիպոտահարել եւ այլ։ Ես այդպիսի անթույլատրելի բաներ չեմ կարող ասել, ամեն ինչ պիտի լինի իրավունքի, օրինականության եւ հատկապես բարոյականության դաշտում, որտեվ կարող են ասել, որ սա կատարել է քրեական հանցանք, բայց ոչ թե ազատազրկման հետ կապված պատիժ սահմանել։ Խոսքի եմ ասում, ես չգիտեմ, կան տարբեր մեթոդներ, բայց որ վերջնականապես հայ առաքելական եկեղեցու վերնախավը որոշ մարդիկ, այդ թվում չեմ զլանում ասել Կտրիշ Ներսյանը, Սամվել Խաչատրյանը, բազում եպիսկոպոսներ, թեմակալ առաջնորդներ վաղուց հեռացել են ուրեմն Քրիստոսից, վաղուց հեռացել են Աստծո 10 պատվիրաններից, վաղուց իրենց այսպես ասած confession of faith-ը, հավատո հանգանակը եկեղեցուն կամ հավատավոր հոտին ծառայելը չէ, սա ակներիև է։ Պարոն Սաֆարյան, այդ հրապարակման մեջ, որ նշվում է կաթողիկոսի եղբայրը հիմա էլ շարունակում է, հա, համագործակցել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, ում նկատի ունեն։ Պարզից էլ պարզ է, կամ ինչպես ասում են, երկու գումարած երկու նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությանը։ Ինչ է, դուք չգիտեք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը զանազան կերպով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը կարող են անուններ թվարկել։ Նվազագույնը արտաքին գործոս նախարար, նվազագույնը փոխվարչապետ, նվազագույնը արտաքին գործոս նախարարության տեղեկատվական եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Զախարովա, այլևս չեմ խոսում քաղաքական գործիչներ, այլևս չեմ խոսում տարբեր հարթակներ սոցիալական, խոսք է գնում ուրեմն 2026 թվականի համապետական ընտրություններին ինչպես է կաթողիկոսի եղբոր համագործակցությունը դրսևորվում Ռուսաստանի հատուկ ծառայության ղեկավարի։ Տեսեք, համենայն դեպս ոչ կառուցողական մոտեցումը պետության հանդեպ ակնհայտ կերպով, այսպես ասած, սրբազաններին ուրեմն սրբացնելը, այսպես ասած, իրենց բառերով եմ ասում, եւ ակնհայտ կերպով ուրեմն պետական կառավարման համակարգի եւ նրա ներկայացուցիչների հանդեպ, եթե չասեմ համենայն դեպս արհամարական, ապա ես պիտի ասեմ ոչ բարյացկամ կամ չընդունելով այն փաստը, որ այսօր Հայաստանի կառավարությունը հանձինս իր ներկայացուցիչների կանոնավոր կերպով ուրեմն ներկայացնում է որպես Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված կառավարման մարմին։ Հիմա Եզրաս Ներսիսյանը ինչ է անում
FSB-ն Եզրած Ներսիսյանը Մոսկվայում իր հավատավորների եւ իր կողմնակիցների միջոցով ամեն կերպ փորձում է ուրեմն նպաստել Հայաստանի Հանրապետության պետության ջլատմանը իր իսկ վերապահված հնարավորությունների շրջանակում։ Հիմա այդ շրջանակները կլինեն հանրահավաքների կազմակերպում, այս շրջանակները կլինեն տարբեր մարդկանց հեռու պահելը Հայաստանի կառավարությունից, պետականամետ մտածելակերպից։ Վերջին հաշվով մի բան էլ կա, որ ասում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ ես չեմ կարող լինել, ոչ էլ կարող եմ մտնել մատի եւ մատանու արանքը, բայց այն որ այսօր հիմա ես ուրիշ բան եմ ասում, Սամվել Խաչատրյանը կամ այդ նույն բանի մկրտության անունով ինչ էր Արշակ Խաչատրյան ինչ էր անում ձեզ հարց եմ տալիս թե ես պատասխանում ես պատասխանեմ ակնհայտորեն չեր ընդունում Հայաստանի կառավարությանը այն ինչ որ այսինքն դա նա ինքնուրույն չէր գործում նա կատարում էր այսպես կոչված իր վերադասի Կտրիչ Ներսիսյանի պատվիրանները Կտրիչ Ներսիսյանի հրահանգավորումը նույնն էլ կատարում է բանի վեհապարի եղբայրը նախ ես պիտի ասեմ որ մի ահավոր դեպքի ականատես եղա այսօր թերթում է էջերը եւ տեսնում եմ որ երրորդ նախագահն էլ ասում է որ Կտրիչ Ներսիսյանը կամ իր բարերով ասած վեհապարը հո եղբոր համար պատասխանատու չի եղբայրի եղբոր համար պատասխանատու չի դուք պատկերացնում եք ինչպիսի պատասխան ասինքն նախ ընդունում է որ այդպիսի բան է եղել եւ երկրորդն էլ ասենք ինչ է նշանակում թեմակալ առաջնորդի հետ կապված կամ փաստեր նա փոխանակ կարող էր մերժել ընդամենը կամ կատեգորիկ կերպով հերքել այդ մոտեցումը բայց ասեց որ եղբայրը եղբոր համար հո պատասխանատու չի դա մի զավեշտի դաշտից է պարզապես հիմա լավ եթե կաթողիկոսի եղբայրը դեմ է այս իշխանությանը դա նշանակում է որ նա գործակալ է ես կարծում եմ որ փաստերը ավելի զորեղ են քան հրապարակված փաստաթուղթը վերջին հաշվով ես չեմ կարող ավելի խորքից ուսումնասիրել Կտրիչ Ներսիսյանի բարոյական նկարագրի եւ քաղաքացիական նկարագրի հատկապես իր պարտավորության վերաբերյալ առ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բայց որ ներքուստ փաստերը ավելի զորեղ են, որ հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ուրեմն թեմակալ առաջնորդներ եւ ոչ միայն թեմակալ առաջնորդներ, նաեւ ուրեմն քահանայից դասից, եպիսկոպոսած դասից ներգրաված են գործակալական ցանցերի կողմից դա աներկբա է։ Գիտեք, այնպես չի որ պակի գործակալ ասելը դա իրենից լուրջ վտանգ եւ սպառնալիք է եւ բացի դրանից էլ լուրջ մեղադրանք է։ Խորհրդային ժամանակ ես ձեզ պիտի ասեմ, որ գործակալներ էին ասում նաեւ շատ-շատերին ընդհանուր մինչեւ վեհապարներին եւ դա համագործակցության խնդիր էր եթե 1986-88 թվականին նույն Եզրաս Սրբազանը այն ժամանակ կարծեմ Սրբազան չի եղել համագործակցել է անվտանգության մարմինների հետ ես կարծում եմ որ այն ժամանակ խորհրդային միության մեջ միակ մարմինը հատուկ ծառայությունների խորհրդային անվտանգության կոմիտեն էր, պետական անվտանգության կոմիտեն էր։ Այնպես որ միայն այս փաստը կարծում եմ չի խոսում դրա մասին, եթե կան ավելի զորեղ փաստեր, եթե կան ինչի է իշխանությունը բարձրացրել, եթե ուրեմն խնդիրը վերաբերվում է Նարեկ ջան, ես հիմա պիտի ասեմ, խնդիրը վերաբերվում է այն անհագ մոտեցմանը, այն անհագ ծարավին, որ ամեն կերպ փորձ է արվում ուրեմն հայ եկեղեցու, հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանելու քողիտակ տիրադավներից ուրեմն Կտրիչ Ներսիսյանին եւ մյուսներին սա ներկայացում է որպես ուրեմն իբր քաղաքական ուժի, իշխող քաղաքական ուժի կողմից ուրեմն պարակտել ազգը, պարակտել հայ առաքելական եկեղեցին, իբր սա ուղղորդվում է, չգիտեմ, կոպիտ ասած թուրքական իշխանություններից, Ադրբեջանի պատվերն է, թուրքական պատվերն է եւ այլ, այսպիսի շինծու մեղադրանքներով։ Առավել եւս, որ 7 տարվա ընթացքում ես գիտեմ, որ կառավարության ղեկավարը
բազում փորձերով փորձել է ուրեմն սաստել եկեղեցու վերնախավի նման հայադավ ոչ պետականամետ, ոչ կառուցողական գործունեությունը եւ կարծում եմ, որ ուրեմն չի հաջողվել։ Եվ հիմա պիտի ասեմ, որ այն փաստարկները, ոչ միայն այն փաստարկները, նաեւ եպիսկոպոսած դասի, թե կարգալուց արված, թե ներկայումս ուրեմն ծառայության մեջ գտնող իրենց գործունեությունը կատարող շատ եպիսկոպոսներ այսօր արդեն բացայի բաց կերպով ասում են մեղմ ասած մայրաթոռում եւ որոշ վերնախավի որոշ ուրեմն ղեկավարների կողմից շրջապատում տիրող ոչ բարոյական այլանդակ բարքերի մասին։ Իսկ ես, եթե ուզում եք հստակ ասեմ իմ կարծիքս, այն մարդիկ, որոնք այսօր պաշտպանում են բարձրաստիճան այն հոգևորականներին, որոնք մեղմ ասած աչքի չեն ընկնում իրենց բարոյական ուրեմն առաքինի կերպարով, ապա ես պիտի ասեմ, նրանք հավատի հետ ոչ մի աղերս չունեն։ Նրանք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ չեն կարող լինել, նրանք այս ամենը կատարում են միայն ու միայն ելնելով քաղաքական նկատառումներից, այստեղ կարելի է փնտրել միայն եւ միայն քաղաքական ենթատեքստ։ Պարոն Սաֆարյան, տորը մայրաթորի բակում ասում էին, որ պաշտպանելու են եկել եկեղեցին, օրինակ Դաշնակցությունից, Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, դուք ինչի եք իրենց ազնիվ մողումը կասկածի տակ դնում։ Ես տասնամյակներ շարունակ իմ աչքիս առջև ես տեսել եմ, որ ուրեմն հայ հեղափոխական դաշնակցությունը ունենալով հարուստ քաղաքական փորձ եւ տասնամյակների հիրավի հերոսական անցյալ, տեսել եմ, որ ինչպես քաղաքական ուժից վերածվեց բիզնես պրոյեկտի, քաղաքական ուժից վերածվեց գրավորական մի կառույցի, որը եթե եղել է նույնիսկ այսօր նա հանրային քաղաքական միավորի կարգավիճակ չունի, այլևս չեմ խոսում հասարակական քաղաքական կուսակցության մասին։ Նա հայրաքելական բանը կներեք հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները, հոիդայի ներկայացուցիչները կրկին անգամ, քանի որ մոտենում է համապետական ընտրությունները, փորձ են անում այդ դաշինքի միջոցով մի քանի տեղ ապահովել, ասեք, բանում, խորհրդարանում, գալով ուրեմն մեր ձևով շարժմանը, չնայած գիտեք ինչ, մեր ձևով շարժում ճիշտն ասած քաղաքական դաշտում ես չեմ պատկերացնում, դա ինչ նպատակ Չէ, ես այն բան եմ հարցնում, ասում ինչ է կասկածի տակ դնում։ Ես ճանաչում եմ բոլորին, անպայման ճանաչում եմ նրանց ուրեմն շատ-շատերի քաղաքական կերպարը եւ բացի դրանից էլ գալով դրանց ժառանգներին անուններ չեմ ասում, որ կարող լինել եկեղեցու ազնիվ հետևորդ։ Գիտեք, եթե նախագահի որդին կարող է խմբակցությունից 3 հոգու դուրս մղել, որպեսզի նա դառնա պատգամավոր, եթե նա կարող ունենա քրեական ուրեմն արարքներ կատարած, բայց դրանով կարճվում էր, եթե նա կարող իր ընտանիքի կամ իր կնոջը տաներ Ամերիկայում ծննդաբերեր, եթե նա կարող իր հոր կուտակած մի քանի միլիարդ դոլարների հանդեպ աշկ փակել, այսինքն ինչու պիտի որ ես հավատամ, իմանալով նաև նրա կրթությունը, բանակում ծառայած նրա կարգավիճակը, ինչու պիտի ես հավատամ, որ նա կարող է լինել եկեղեցու ազնիվ հետևորդ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու, եւ ոչ միայն նրան, այլև շատ-շատերի, այդ թվում նաև դաշնակցության, այդ թվում նաև իսկ ինչու պիտի Ռոբերտ Քոչարյանը լիներ դաշնակցության հետ ուրեմն նույն նավի մեջ քաղաքական, ուզում եք ասեմ, որպեսզի ամբողջ Հայաստանով մեկ այդ կառույցները կան դաշնակցության, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղ ունենան հանձնաժողովներում, վստահված անձանց ցանկում եւ այլ։ Իսկ գալով այդ մարդկանց, ուրեմն նրանց կողմից տվյալ նշված ձեր անձնավորություններին, ասեմ, հետապնդում են երկու նպատակ։ Մեկը բիզնես պրոյեկտն է, մեկն էլ հանուն իշխանատենչության, հանուն իրենց ծնողների եւ իրենց քաղաքական ուժերի վրեժխնդրության տեղ գրավելու անպայման 2026 թվականի համապետական ընտրություններում փորձում են ուրեմն ցուցադրվել շոուի վերածել նրանց այդ երթը դեպի մայրաթոռին աջակցելու անվան տակ։ Ընդհակառակը ես պիտի ասեմ քաղաքացիական կուսակցության, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ այն հարյուրավոր հավատավորների, որոնք ներկա են գտնվել ուրեմն
էջմիածնում այդ հավաքին, մեկ նպատակը այն է եղել, որ մայր աթոռի վրա բառիս բուն իմաստով մայր աթոռի մաքրամաքուր ուրեմն էության Սուրբ Էջմիածնի պահպանության հոգևոր արժեքների պահպանության համար ես պիտի ասեմ բացարձակապես ընդդիմությունը ոչ մի աղերս չունի ընդհակառակը այսօրվա քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ եւ օրվա կառավարության պայքարը միայն ու միայն նպատակ է դրված որպեսզի մայր աթոռը մաքրել կներեք արտահայտությանս բայց ես պիտի ասեմ Աստծո հետ ոչ մի աղերս չունեցողներից անհավատներից այլադավներից եւ նմանատիպ շարունակ ուրեմն ես պիտի ասեմ որ ընդդիմության ներկայացուցիչները այդ օրը հավաքվել էին պաշտպանելու այլադավներին մայր աթոռի սրբապղծողներին եւ մայր աթոռի այդ եպիսկոպոսների եւ բարձր հոգևոր դասի այն ներկայացուցիչներին որոնք տարիներ շարունակ ուրեմն այլանդակել են մեր ուրեմն հոգևոր գործունեությունը եւ մեր ժողովրդի հավատի ուրեմն կորստի հանդեպ կատարել են իրենց դավադիր գործունեությունը Իսկ որտեղից ձեզ այդ վստահությունը որ ԿՊ-ի Նիկոլ Փաշինյանի այդ գաղափարները ազնիվ են սա այլ հարց է սա կարող ենք մենք այլ այո շատ ճիշտ եք ասում այլ հարցազրույցի մեջ ասում եք դուք ասում եք ուզում են մաքրել հիմա ես ասեմ հիմա ես ասեմ իմ գաղափարները ես ասեմ որ բազմաթիվ հոգևորականներ սրբազաններ թեմակալ առաջնորդներ ապօրինի կերպով ամուսնացած են ունեն զավակներ սա կասկած չի հարուցում որ զբաղված են ապրում են արտամուսնական կյանքով սա եւս հավատ է ներշնչում այստեղ երկու կարծիք լինել չի կարող որ զբաղված են տարբեր բիզնես պրոյեկտներով եւս այդպես որ եթե սրբազաններ են ընդունված են որպես կուսակրոնության ուխտը ընդունած պիտի մնային մենաստաններում ու չեն անում սա եւս անտարակույս է եւ բազմաթիվ այսպիսի բաներ իսկ այն միայն ես ընդամենը երկու փաստ կարող եմ ասել մեկը դա ուրեմն Վազգեն Գալստանյանի շարժումը աշխարհիկ անունով Վազգեն Գալստանյանի որը կառավարությանը օրինական կերպով ընտրված կառավարությանը ժամանակ են տվել մի քանի րոպե եւ դրան չի հետեւել վեհապարի հատուկ կոնդակը կարգալուծանելու դա մեկ ցցուն եւ ճչացող փաստ եւ երկրորդը Աջապահյանի բազում այցերը ռուսական 102-րդ ռազմաբազա Գյումրիում տեղակայված որտեղից երբ դուրս է եկել ասելա շուտով թուրքերը հարձակվելու են մեր վրա մեր միակ պաշտպանները ռուսներն են եւ այլ այսինքն իրազեկ չլներ ոչ մի ուրեմն աղերս չունենալ իշխանությունների հետ այլևս չեմ խոսում նրանց գործնեայության վերաբերյալ այս էլի շատ փաստեր կան նրանց բազմաթիվ հորդորներ թեմակալ առաջնորդների որոնք հորդորել են անդիմության հանրահավաքներին անպայման ներկա գտնվել այս ամենը խոսում է նրա մասին որ մեղմ ասած հայ առաքելական Սուրբ եկեղեցին շեղվել է իր պատմական առաքելությունը կատարելուց պետության հանդեպ ոչ կառուցողական ինչպես հիմքում միայն դա է որ Նիկոլ Փաշինյանի մղումները ազնիվ են օքեյ կարող է կաթողիկոսը բիզնեսներ ունի կարող է եւ գուցե երեխա ունի գուցե եւ իր եղբայրը համարվել է ենթադրյալ գործակալ գուցե մեկը ինչ որ մի բանի մեջ է գուցե մոմի բիզնես կա այնտեղ չգիտեմ խանութներ ռեստորաններ սուպերմարկետներ ունեն բայց դա արդյոք հիմնավորում է որ Նիկոլ Փաշինյանի սկսած գործընթացը ազնիվ մղումներ ունի դուք ո՞րն եք համարում Փաշինյանի սկսածի մոտեցման այդ բանը հիմքը որ ինքը իսկապես ուզում է բան անի եկեղեցին կարգի բերի գուցե ինքն էլ ուզում է
ենթակա կաթողիկոս ունենա։ Դա բացառվում է, որովհետև Փաշինյանը հայտարարել է, բացի դրանից, Դուք իր ազնիվ խոսքին եք հավատում։ Գիտեք, ես կուզենամ ասել ավելի ծանրակշիռ փաստեր ունեք։ Ես կուզենամ, որ նաև իր խոսքին հավատամ, ես չեմ ժխտում, որ ես շատ դեպքերում իր խոսքին հավատում եմ, եւ ես ունեմ նաև ավելի ծանրակշիռ փաստեր եւ ունեմ նաև ավելի կարեւոր ուրեմն փաստարկներ, փաստերից բացի, ասենք նոր վեհապարը պիտի ընտրվի ազգային եկեղեցական ընդհանուր ժողովով, որը համարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն մարմինը։ Բացի դրանից կա նաև Գերագույն հոգևոր խորհուրդ, որը կաթողիկոսի կողմից մի կառավարող մարմին է, որը իրանից ոչինչ չի ներկայացնում։ Նույնիսկ աշխարհիկ մարդիկ կան այդտեղ, որոնք կնքված չեն։ Նույնիսկ մարդիկ կան, էլ կաշառակերներ, էլ ինչով ասես աշտի ընկած։ Խոսքը գնում է նրա մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևորականներ, բարձրաստիճան եւ նաեւ Կտրիչ Ներսիսյանը, Հովվապետը շեղվել են ուրեմն Հայ Առաքելական եկեղեցու վերնախավի կամ հովվապետական գործունեության բազմաթիվ բարոյական նորմերից։ Եվ մեր եկեղեցին պիտի մաքրվի դրանից։ Ես տասնամյակներ շարունակ ես ծանոթ լինելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը 4-րդ դարից սկսած առ այսօր մենակ Կտրիչ Ներսիսյանը չի։ Մենք բազում ունեցել ենք այդպիսի տասնյակ դեպքեր։ Այլևս չեմ խոսում, որ գիտեք, ես նայում եմ հանրային հեռուստաընկերությամբ տարբեր հոգևորականների ներողություն հարցազրույցներ բան, որոնք նույնիսկ պատմական դեպքերն են խեղաթյուրում եւ ոչ միտումնավոր կերպով իհարկե դա գալիս է չիմացությունից, բայց ես ներկա պայմաններում գտնում եմ, որ խնդրի լուծումը միայն մեկն է։ Օր առաջ Գարեգին այսպես կոչված վեհապարը կամ Ավազանի անունով Կտրիչ Ներսիսյանը օր առաջ պիտի լքի մայր աթոռը։ Դա բռնազավթված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ով, ուրեմն գալով գործակալական ցանցին դա եւս ապացուցված է ոչ միայն Կտրիչ Ներսիսյանի, այլ տասնյակ հարյուրավոր, որովհետեւ օտարերկրյա գործակալական կամ օտարերկրյա հատուկ ծառայությունների համար Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ սպասավորներ ներգրաված են իրենց ուրեմն գաղտնի ծրագրերում։ Կաթողիկոսը գործակալ է, նա հատուկ օտարպետության հատուկ ծառայություններին Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ինչ տեղեկություններ եւ գործընթացներ է։ Միանշան, ես ընդամենը մի փաստ կարող եմ ասել։ Ռազմավարական օբյեկտների հետ կապված տեղեկություն ա փոխանցել, որ կարողացել են թիրախավորված խփել։ Բարի, շատ լավ։ Ինչպես ոչ անվտանգության խորհուրդը մի քանի անգամ նույն ինքը Կտրիչ Ներսիսյանը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա ինքը անձամբ իր նախաձեռնությամբ հովվապետական այց է կատարել մի երկիր, տվյալ պահին Բելարուս, որը մեղմ ասած Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հանդեպ ունի մեղմ ասած ոչ բայրացական վերաբերմունք։ Եվ այսինքն կան փաստեր, շատ փաստեր կան, որոնք ասենք աղաղակող կերպով, ճչացող կերպով ապացուցում են կաթողիկոսի հակապետական գործունեության մասին։ Այս երկրում ուրեմն 250,000 գործակալ կա առնվազն, որովհետև 250,000 հոգի վերջին ընտրություններով իրենց քվեն տվել են ընդդիմադիրներին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանին մերժում են, դա նշանակում է գործակալ են։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ ինձ մերժողները գործակալներ են։ Դե հիմա ով հրաժարականը պահանջում է գործակալ է։ Ում հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրը վերաբերում է կաթողիկոսի դեպքում գործակալ։ Հիմա ես ասեմ, խնդիրը վերաբերվում է ուրեմն եթե կաթողիկոսը բարձրաձայն կերպով հրապարակայնորեն է դա ասում, ուրեմն ամատել է քաղաքական դաշտ։ Եթե խնդիրը վերաբերում է շարքային քաղաքացուն, խնդիրը վերաբերում է ընտրողին, որը արտահայտում է ըստ համանadrությամբ իրեն վերապահված կամ արտահայտությունը, այստեղ գործակալի մասին խոսք լինել անգամ չի կարող։ Հիմա ինչ Գյումրիում, երբ որ ընտրվեց այդ բանը Վարդան Ղուկասյանը, ընտրողների մենք ասում ենք գործակալներ, բայց մենք տեսնում ենք այն չզիջող, այն անհարգալից մթնոլորտը, որ ընդդիմությունը սերմանում է ժողովրդի մեջ հանդեպ կառավարությունը։ Եվ այդ ամեն ինչը տեղի ունենում նաև հոգևոր դասի ակտիվ մասնակցությամբ, ասել, որ Հայ Առաքելական
եկեղեցու կոպիտ ես այլևս չեմ ուզում ասել կաթողիկոսը, որովհետև այդ գործընթացը այնքան է խորացել, ինքը կաթողիկոսն է ինքը իրեն վարքաբեկել, կաթողիկոսն է ինքը իրեն դուրս դրել խորանից, մայրաթորից, կաթողիկոսի հետ կապված նրա կադրային քաղաքականության, նկատի ունեմ այդ ոնց է կոչում, ստորակարգության կամ այդ տարբեր գործողությունների եւ ասենք օծման գործընթացները եւ չգիտեմ նշանակումները տարբեր թեմեր եւ այլը ահավոր սխալներով լեցուն է, ահավոր ցինիկ կմահաճ արտահայտություններով լեցուն է, ահավոր ուրեմն միանձնյա իշխանության բաղադրիչներով լեցուն է, հառաքելական Սուրբ եկեղեցին պետք է կառավարվի ուրեմն մեր եկեղեցուն ներհատուկ բազմադարյան ավանդույթներով, ասել որ այսօրվա դրությամբ այս կաթողիկոս կոչեցյալը կարող է իր հորդորով, իր ներկայությամբ, իր ուրեմն եկեղեցական գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի համախմբմանը եւ միասնությանը եւ պետության հանդեպ դրսեւորել այն մոտեցումը, որը ի վերուստ տրված է եկեղեցուն, որովհետեւ 4-րդ դարում եկեղեցին ստեղծվել է պետության կողմից։ Ասել, որ այդքանից հետո նա հանդգնում է այսպիսի հակապետական գործունեությամբ զբաղվել եւ պիտի կառավարության ղեկավարը լռի, ընդհակառակը ես չեմ հարգի այդ կառավարության ղեկավարին, եթե այսօր մինչև վերջ հետևողական չպահանջի Կտրիշ Ներսյանի հրաժարականը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետության կողմից է ստեղծվել։ Այո, 4-րդ դարում հայ առաքելական Սուրբ եկեղեցին ստեղծվել է թագավորի հովանավորությամբ է ստեղծվել։ Եթե չլներ պետական կրոնը, պետական կրոն է դարձել թագավոր հալածվել են, մինչև այդ Գրիգոր Լուսավորչին գցել են փոսի մեջ եւ տանջել են, ինչպես է պետությունը։ Ուրեմն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, դե քանի որ հիմա անցանք հայ ժողովրդի պատմությանը, չէ, ես պիտի ասեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պիտի դավաներ առաջի հերթին ոչ թե խաչը, այլ պիտի դավաներ պետության զինանշանը։ Հիմա ես դες ասեմ, որ այո, Գրիգոր ես այդ հրաշալի խաչի վրա խաչվեց, ոչ թե ուրեմն դա ուրիշ բան է։ Ինչու է այդ երկու զգայուն թեմաները դրվում իրար կողք։ Խաչը պաշտամունքի առարկան է մեր հավատի խորհրդանիշը։ Զինանշանը դրոշը մեր պետության ինքնիշխանության խաչը պիտի ստորադասվի պետության զինանշանին։ Խաչը պիտի ստորադասվի պետության բոլոր խորհրդանիշներին, ատրիբուտներին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որովհետև խաչը դա օտարի կողմից ներմուծված գաղափարական մի խորհրդանիշ է, մենք պիտի ասինքն ինչ պիտի անենք Քրիստոս։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Այսինքն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին մենք պիտի նույնացնենք մեր պետության հետ, այդպիսի բան լինել չի կարող։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին 17 դար շարունակ եղել է շահագործող դասակարգ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցի բազմաթիվ տերեր հարյուրամյակներ շարունակ ծառայել են օտարերկրյա ղեկավարներին, օտար պետությունների ղեկավարներին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բազմաթիվ տերեր հալածել են հայ մշակույթի հարյուրավոր գործիչների, որոնք փորձ են արել ասել այդ շարականները կամ սաղմոսները կամ տաղերը ավելի շատ ոչ եկեղեցական են, ավելի շատ ժողովրդական են։ Հիմա այս գործընթացը գնացին մայրաթոր, իրանց դիմումը տվեցին, կաթողիկոսը իրենց ոմանց այդ խմբից հեռացրեց, Գերագույն հոգևոր խորհրդից։ Հիմա այս գործընթացը փակուղում է հայտնվել։ Ոչ, ես կարծում եմ օր առաջ պիտի լուծվի շատ ուրեմն կիրթ կերպով, պիտի նվազագույնը 1/3-ի կողմից հրավիրվի ազգային եկեղեցական ընդհանուր ժողով եւ պիտի դրվի Կտրիշ Ներսյանին կամ վերջին անգամ վեհապարին, Գարեգին վեհապարին ուրեմն վաստակած հանգստի ճանապարհելու հարցը օրակարգում դա պիտի լինի։ Ինչքան շարունակի Կտրիշ Ներսյանի գործունեությունը մայրաթորում, այնքան մեր ժողովուրդը դրանից տոժվելու է, այնքան մեր պետությունը, այնքան մեր ժողովրդի հավատը դեպի ինչպես Առաջիկայում ինչ գործողություններ տեղի կունենան։ Ես կարծում եմ դա պիտի առաջիկայում նրանք լծվելու են հակապետական գործունեության մեջ, քանի որ մոտենում է 2026 թվականի խորհրդարան։ Մենք գտնում ենք ընդամենը 6 ամիս է մնացել մինչև խորհրդարանական ընտրությունները, կարծեմ 6 ամսից մի քիչ էլ պակաս, եւ ես պիտի ասեմ, ուրեմն կա այդ վտանգը գործակալական հզոր
տարբեր խմբավորումների ներթափանցումը, Նարեկ ջան, տեսեք, ես այստեղ գալուց առաջ տանը նայում էի, ընդամենը մեկ նախադասությամբ եմ ասում, Նյու Յորքում կա դեմոկրատական կուսակցության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության մի մասնաճյուղ, որը կոչվում է Թամանի։ Ուրեմն երևի դուք էլ գիտեք, ուրեմն այդ Թամանին միջոցների արչև խտրականություն չի դնում, օգտագործում է կաշառքը ընտրությունների ժամանակ, օգտագործում է ուրեմն կաթոլիկ եկեղեցին, օգտագործում է մորմոնների եկեղեցին, օգտագործում է ուրեմն տարբեր կարգի այլանդակ երևույթներ քաղաքական գործիչներին վարկաբեկելու համար, ընդհանուր մինչև տերորը։ Եվ ես պիտի ասեմ, որ քաղաքական դաշտում հայտնված, քաղաքական դիակներ դարձած, այսօր ովքեր են պաշտպանում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ուրեմն հանգուցյալ քաղաքական դիակները, քաղաքական դաշտում գտնվող այն մարդիկ, որոնք անընդհատ օգտվել են ուրեմն քաղաքական լափամանից, պնակալեզները, կերակրատաշտից օգտվողները եւ տգետները, բառից բուն իմաստով տգետները, որովհետեւ կարծրատիպերով падգամավորներ եւ նաեւ տգետներ։ Այլևս չեմ խոսում դերևս պահա գա, ես դա կասեմ, ավելի բարձրաձայն կերպով կասեմ, այո, պիտի մաքրվի ինչպես եկեղեցին, այնպես էլ քաղաքական դաշտը։ Այնպես չի, որ ես շատ կներեք ցափահարում եմ, չգիտեմ, նաև արևմտյան այսպես կոչված իրենց հորժորջող որոշ քաղաքական գործիչների կամ չգիտեմ տարբեր բևեռների, որոնց ուրեմն գործունեության հետևանքով մեր երկրում տեղի են ունեցել սպանություններ, բայց մինչև հիմա հրապարակողները նրանք իրենց հանցագործ արարքի համար այդ ընտանիքներից կամ մեր ժողովրդից ներողություն չեն խնդրել։ Եթե դուք փորձում եք ինձ անընդհատ ծուղակի մեջ բերել, ես պիտի ասեմ, իմ դավանանքով եւ իմ հավատքով եւ իմ մտածումներով սիրելի Նարեկ, ես լինելու եմ անդրդվելի։ Շնորհակալություն, պարոն։ Ես եմ շնորհակալ։